Իսահակ Նյուտոնը համարվում է ժամանակակից գիտության հայրը։ Մի օր նրա ընկերներից մեկը տեսավ Նյուտոնի կառուցած արեգակնային համակարգի մոդելը։ Զարմացած նա հարցրեց. Ո՞վ է սա պատրաստել, նա պետք է որ հանճար լինի։ Սկզբում այն ինքնուրույն էր։ Միայնակ, դա իմաստ ունի։ Ինչու չեք հավատում, որ այս մոդելը ստեղծվել է ինքնուրույն, մինչդեռ ասում եք, որ տիեզերքն է ստեղծվել ինքնուրույն։ Տիեզերքը նույնպես ստեղծվել է ոչ թե ինքնուրույն, այլ Աստծո կողմից։ Այս աշխարհում ոչինչ ինքն իրեն չի ստեղծվել։ Անսահման տիեզերք, բնակելի երկիր։ Ո՞վ է ստեղծել այս բոլոր բաները։ Եբրայեցիներին գլուխ 3, համար 4. Ամեն տուն, որը մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ Աստված է, որ ստեղծել է ամեն ինչ։ Սա ճիշտ է։ Եկեք փնտրենք ապացույցներ, որ Աստված է ստեղծել ամեն ինչ։ Եթե երկրի արեգակի մեջ հեռավորությունը 5%-ով փոքրանա, երկրի վրա ամբողջ ջուրը կգոլորշիանա, ոչ մի կյանք չի կարողանա գոյատել, իսկ եթե այն 5%-ով ավելի մեծանա, երկրի վրա ամբողջ ջուրը կսառչի, ոչ մի կյանք չի կարողանա գոյատել։ Եթե երկիրը 10%-ով մեծանա, քան հիմա է, ավելի ուժեղ ձգողականության պատճառով երկրի վրա կկուտակվեն վնասակար գազեր, ոչ մի կյանք չի կարող գոյատել։ Եվ հակառակը, եթե երկիրը 10%-ով փոքրանա, ջուրն ու օդը կհեռանան մթնոլորտից թուլացած ձգողականության պատճառով, ինչը կյանքը կդարձնի անհնար։ Երկրի արեգակի մեջ եղած ներկայիս հեռավորությունը։ Երկրի չափսը։ Կենդանի օրգանիզմների գոյության լավագույն պայմաններն են։ Այս ամենը պատահականություն է։ Եսայի գլուխ 45, 18 համար։ Արդար, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը։ Նա է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ Աստված է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, դրանք դարձրեց բնակեցված։ Աստծո գոյությունը ցույց է տալիս, որ երկինքը գոյություն ունի։ Հայտնություն 21-րդ գլուխ, առաջին համար։ Տեսա նոր երկինք ու նոր երկիր, այլս մահ չի լինելու։ Նոր երկինքն ու նոր երկիրը երկինքն են։ Ինչպես կարող ենք մտնել երկնքի արքայություն։ Ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է տիեզերական համազգեստ հագնենք տիեզերք թռչելու համար։ Մենք պետք է հավիտենական կյանք ստանանք, դրախտ գնալու համար, որտեղ մահ չկա։ Ինչպես կարող ենք ստանալ հավիտենական կյանք։ Հովհաննես գլուխ 6, 54 համար։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինը, խմել նրա արյունը։ Ղուկաս 22 գլուխ 15 համար։ Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Եվ հացը վերցնելով գոհություն հայտնեց, ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Հիսուսն ասաց, որ զատկի հացը իր մարմինն է, իսկ զատկի գինին իր արյունը։ Մենք կարող ենք ունենալ հավիտենական կյանք, մտնել երկինք, պահելով նոր ուխտի զատիկը։ Խնդրում եմ պահեք նոր ուխտի զատիկը, ստացեք հավիտենական կյանքի օրհնությունը։